Ասիական զարգացման բանկը Հայաստանի զարգացման հիմնական գործընկերներից է։ Մենք երկրի հետ համագործակցում ենք արդեն 20 տարի, 2025-ին կտոնենք համագործակցության 20-ամյակը։ Ունենք երկրի հետ աշխատելու տարբեր ձևաչափեր, դրանք առավելապես խոշոր ներդրումային ծրագրերի վարկավորում է, բայց նաև աշխատում ենք դրամաշնորհների ձևաչափերով եւ տեխնիկական աջակցությունների։ Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման ունակությունների բարելավման տեխնիկական աջակցության ծրագիրը հաստատվել է 2022 թվականին եւ նպատակ ունի աջակցել շրջակա միջավայրի նախարարությանը որպես լիազոր մարմնի իրականացնելու վտանգավոր թափոնների առավել լավ կառավարում երկրում։ Շրջակա միջավայրի նախարարությունը որպես վտանգավոր թափոնների կառավարման քաղաքականություն իրականացնող լիազոր մարմին մեծ հետ բանակցությունների արդյունքում առանձնացրել է մի շարք տեսակներ, որոնց հասցեագրմանն է միտված տեխնիկական աջակցությունը։ Ծրագրի նախնական շրջանակը ենթադրում էր երկու տեսակի վտանգավոր թափոնների գծով աշխատանքների իրականացում։ Դրանցից առաջինը պոլիկլորացված բիֆենիլներն էին եւ երկրորդը ժամկետանց պեստիցիդները։ Այդ երկու տեսակների իմաստով խորհրդատու ընկերությունը իրականացրել է համապարփակ ուսումնասիրություն, կազմել է դրանց հասցեագրման ուղեցույցներ, փաթեթներ, կառավարության որոշումներ, ինչպես բարելավել դրանց կառավարման ունակությունները։ Դրանից զատ մենք շրջակա միջավայրի նախարարությունից ստացել ենք եւս մեկ խնդրանք, որպեսզի ծրագրի շրջանակը ընդլայնենք եւ ներառենք երրորդ տեսակ վտանգավոր թափոնները, որոնք էլեկտրական եւ էլեկտրոնային թափոններն են։ Դրանք ներառում են կենցաղում օգտագործվող մարտկոցները, որոնք առաջանում են մեր բոլորի տներում եւ մենք հաճախ չգիտենք թե դրանց հետ ինչպես վարվել, բայց գիտենք մի բան, որ չի խրախուսվում դրանք կենցաղային աղբավայրեր ուղարկելը։ Դրանք տարբեր տեսակի մարտկոցներն են, ոչ միայն այդ մանր կենցաղային, ինչպես նաեւ գնալով ավելի մեծ տարածում գտնող էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցները, որոնց վերաբերյալ երկիրը պիտի ունենա ռազմավարական հայեցակարգ։ Ծրագրի շրջանակը ենթադրում է ունակությունների բարձրացում եւ իրազեկվածության բարձրացում։ Իրազեկվածության բարձրացման աշխատանքները ընդգրկել են ինչպես դպրոցահասակ երեխաների, այնպես էլ մենք աշխատանք ենք իրականացրել նախարարության անձնակազմի հետ։ 2025 թվականի առաջին կիսամյակում մենք պիտի իրականացնենք աշխատանք երրորդ տեսակի վտանգավոր թափոնների ուղղությամբ եւ պիտի օգնենք լիազոր մարմին շրջակա միջավայրի նախարարությանը այդ իմաստով իրականացնելու գրագետ ժամանակակից քաղաքականության մշակում եւ իրականացում։ Մեր ծրագրի նպատակը գնահատել այդ կարիքը, տալ այդ կարիքի հասցեագրման ճանապարհներ, հենվելով միջազգային լավագույն փորձի վրա, հույս ունենալով, որ մեր առաջարկությունները հետագայում կհասցեագրվեն եւ տեղ կգտնեն իրական աշխարհում։